Վրամ Գյոզալյանի գործով դիմել էիք վճռաբեկ դատարան, գործը ինչ ընթացքի մեջ է։ Վճռաբեկ դատարանը հունիսի 5-ին բողոքը վերադարձրել էր եւ տվել էր 20-օրյա ժամկետ, որպեսզի ուղղեինք սխալները տեխնիկական եւ հետ վերադարձնենք։ Սահմանված ժամկետը պահպանելով ես ներկայացրել եմ կրկին վճռաբեկ բողոքը, սակայն մոտ 3 ամիս, արդեն որ 1 օր է մնում, որ 3 ամիսը լռանա իմ ուղարկելուց հետո, վճռաբեկ դատարանը որոշեց այն հետ ուղարկել, մերժել վարույթ ընդունելու։ Չի հիմնավորվել այն պատճառը, որ արդյոք իմ պաշտպանյալը մեղավոր է, մեղավոր չէ, արդյոք վերաքննիչ եւ առաջի ատյանի դատարանների կողմից ներկայացրած վճիռները, որոշումները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, տեղի ունեցել դատավարական եւ նյութական իրավունքի սխալներ, թե ոչ, նա ընդամենը պատճառաբանեց այն հանգամանքը, որ իմ կողմից մատնանշված, որ վերը նշված գործով վճիռ կայացնելը կարող է վաղը չէ մյուս օր, այսինքն հետագայում էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև առերևույթ թույլ տված դատական սխալները, որ կարող են գործի ելքով ազդել գործի ելքի համար, հիմնավոր չեն, այսինքն դուրս է գալիս այնպես, որ վճռաբեկ դատարանը կրում է ընդամենը ձևական բնույթ, քանի որ նա ընդհանրապես չի նայել իմ կողմից ուղարկված այդ ծանրոցը, կարելի է ասել ծանրոց, քանի որ 3 հատոր գործ իր բոլոր կից փաստաթղթերով, որ ինչ եմ ես ասում, չի ուսումնասիրել վճռաբեկ դատարանը, քանի որ երբ որ ինձ հետ ուղարկեցին, որպեսզի ես ուղղեմ ձևական սխալները, շտկեմ եւ հետ ուղարկեմ վճռաբեկ դատարանի կողմից հետ ուղարկված իմ բողոքին կցվել է ոչ ինձ պատկանող կից փաստաթղթերի մինչ որ մի թուղթ, խնդրեմ, անդորագրերի պատճե, որը որ ես չեմ ուղարկել, խնդրեմ, հայփոստ թիվ ՓԲ 54, այնինչ իմ բոլոր կտրոնները ուղարկվում են, իմ կողմից բոլորը ուղարկվում է Քաղաք Աբովյանից, որտեղ համապատասխան գրված է Քաղաք Աբովյանի փոստային ծրարներ, այսինքն վճռաբեկ դատարանը այնքան փաստաթուղթ է ուզում, ես չգիտեմ, այնքան ոչ պետքական իրեր եւ գործը նույնիսկ չի նայում եւ ուրիշի կողմից ուղարկված այդ հավաստող փաստաթուղթը ուղարկում է այլ անձի, այլ փաստաբանի, հարգելի վճռաբեկ դատարան, եթե ինչ-որ մի հատ փաստաթուղթ եք կորցրել մեր գոլեգաների կողմից, որը պետք է ներկայացնեք, դա իմ մոտ է, խնդրում եմ իմն էլ ուղարկեք ինձ, քանի որ դուք շփոթել եք, որտեղ ձեր կողմից այսքան նյութեր ուզելը եւ չանդրադառնալը դա աբսուրդ է։ Ինչ հիմնական շեշտադրումներ եք կարել, այնտեղ ասված էր, որ տուժողը նշել է, որ մահացի նկատմամբ չի եղել, չի ուզեցել սպանել եւ այլն։ Իմ կողմից ուղարկված վճռաբեկ բողոքում մանրակրկտորեն կետ առ կետ ուղարկվել է, այսինքն հաստատվել է այն փաստը, դատարանում բոլորը ապացուցված, նշել եմ, որ իմ պաշտպանյալի կատարած արարքում չկա ոչ մի շահ, չկա առևանգում, ոչ մի սպանության փորձ չկա այնտեղ, քանի որ եթե մարդը ցանկանում է սպանել, դա դիտավորյալ հանցագործություն է, նախապատրաստված գնում է սպանելու եւ ինչ-ինչ պատճառներով այդ սպանությունը տեղի չի ունենում, բայց տվյալ դեպքում մենք գործ չունենք սպանության փորձի հետ, քանի որ անձը ինքը միջև վերջ իր կամքով չի արել, չի շարունակել, կցանկանար կսպաներ, կամ շահը ինչ կապ ունի, այդտեղ շահ չի ելել, եթե անձը 8000 ԱՄՆ դոլարի դիմաց վերցրել է 15000 ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոտնակ վաճառել է այն, եւ շահը ով է ստացել եւ այդ գումարը մնացած է տարբերությունը հետ չի վերադարձվել իմ պաշտպանյալին, ուրեմն շահը ումն է, ով է դժողը ստացել, Վրամ Գյոզալյանը թե Գևորգը։ Լավ, ես բոլորը մատնանշել եմ, բացի այդ նշեմ, որ վճռաբեկ դատարանը ունի 5 այս նմանատիպ գործերով 5 հատ նախադեպ, 5 նախադեպերը, ինչը որ հետ էին վերադարձել, որպեսզի ես ուղղեմ իմ այդ ձևական սխալները եւ հետ ուղարկեմ, վճռաբեկ դատարանը որոշել էր, որ քանի որ ես վեր եմ լուծել այդ բոլոր նախադեպերը, բայց այդ որոշումների օրինակները իրենց կողմից իսկ կայացրած որպես նախադեպ ծառայող չեմ ուղարկել, ես դրանք պատրաստեցի, հանեցի դատալեքս կայքից եւ ուղարկեցի հենց իրենց վճռաբեկ դատարան, դրանով իսկ շտկելով եւ 20-օրյա ժամկետը պահելով։ Իրենք նշեցին, որ իրենց կողմից այս 5 նախադեպերը ոչ մի բացառապես կապ չունեն
իմ կողմից նշված վճռաբեկ բողոքի հետ։ Շատ հետաքրքիր է նմանատիպ նույնաբովանդակ այդ հարաբերություններ կարգավորող նախադեպ ասելով, ինչ է հասկանում վճռաբեկ դատարանը։ Ինչ։ Այսինքն պետք է լինի անպայման Վռամ Գյոզալյանի փոխարեն այն նույն անուն ազգանունները, որ համարվի նմանատիպ գործ։ Եթե վերանշված քրեական գործերով, որ ես մատնանշել եմ, հստակ սահմանվում է թեկուզ առևանգումը ինչ է նշանակում, որ առևանգում չի նշանակում որ փաստերը, այսինքն եթե անձը ինքը իր համաձայնությունը տալիս է, եթե անձը ասում է Վռամ արի նստի իմ մեքենան գնանք, դա համարվում է առևանգում, նմանատիպ եւ այլ այդ 5 թվով որոշումները կա։ Եթե Վռամ Գյոզալյանը ցանկանար սպանել գործով տուժողին, նախ առաջինը նա որպես վկա չեր տանի իր ընկերոջը, այդ ով է տեսել, որ ընկերոջը տանում են վկա, եթե նա գնում է սպանելու, վկա է տանում, եւ երկրորդ, այդ դեպքում ինքը միանգամից կոկորտը կկտրեր։ Հետաքրքիր փաստը նրանումն է, երբ որ նախաքննությունը, որը կատարվել է կեղծիքներով։ Այսինքն, երբ որ ես գործնյութերին ծանոթացա, գործնյութերում առկա փաստաթղթեր կային, տեղեկանքներ, որոնք տրվել էին հերթապահ բժշկի կողմից։ Երբ ես վերաքննիչ դատարանում միջնորդեցի այդ հերթապահ բժշկին բերեն դատարան հարցաքննեն, քանի որ մինչ այդ չի հարցաքննվել, վերաքննիչ դատարանը իմ միջնորդությունը մերժեց, ասեց դու եւ ձեր ամբաստանյալը բավարար ժամանակ եք ունեցել, որպեսզի լսեիք այդ հերթապահ բժշկին։ Ինչ եմ ասում կեղծ տեղեկանքներ, առանց կնիքի ուղակի տեղեկանքներ էր թվով 4 հատ գործում դրած, որ իբրև թե տուժողը գտնվում է անկենթան վիճակում, ծանր վիճակում, վերակենդանացման բաժնում, այնինչ եւ դատարանում ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանում բժիշկները եւ բուժող բժիշկը ասել է, որ երրորդ օրը ինքն է անձամբ խնդրել, որ թողեք ես տուն գնամ։ Ինչն է շահագրգռվածությունը, այսինքն ինչի համար դատապարտել, ինչի կործանել երիտասարդին 12 տարի չկատարած արարքի համար։ Մենք չենք ասում, որ տվե իմ պաշտպանյալը, ասենք, չի արել ոչ մի բան։ Այն պաշտպանյալը ընդունում է, այ մարդ վերավորակեք 112, այսինքն ծեծել է, վախացրել, մարմնական վնասվածք է հասցրել, կատարել է։ Ես չեմ ասում արդարացրեք իմ պաշտպանյալին, ոչ։ 24 տարեկան տղային 12 տարի ազատազրկելուց հետո դուք ինչ եք մտածում, նա կուղղվի, թե ավելի կվատանա, ըստ ձեզ։ Ինչը ես էլ եմ կրկնում, դիմում եմ մեր իշխանություններին, այսպես չի կարելի, ահավոր վիճակ է, չի կարելի նման ձևով մի մարդու օգնությամբ։ Ես ինչ եմ ասում, մի մարդ է այս ամեն ինչի հետևում կանգնած։ Բացատրեմ ինչու մի մարդ։ Նշված որոշումը վճռաբեկ դատարանի ամսի 21-ին կայացվել է։ Ամսի 23-ին վճռաբեկ դատարանի կողմից դուրս է եկել։ Ամսի 29-ին ես ստացել եմ այս որոշումը, ծրարները կա, ես ստացել եմ։ Իմ կողմից դեռևս մայիս ամսին դիմվել է Տիկին Փոստանջանին, Զարուհի, մայիսին դեռևս, որպեսզի այս գործով մի որևիցե օգնություն լինի, որովհետև մենք չենք կարող այլևս պայքարենք։ Տիկին Զարուհին ինքն էլ դիմել է անձամբ գլխավոր դատախազությանը։ Մայիս ամսից առ այսօր գլխավոր դատախազություն կողմից լռություն է եղել։ Եվ նոր միայն ես կցանկանայի ուշադրություն ձեր գրավելու 2015 թվական 10-22։ Այսինքն 21-ին որոշումը կայացվել է վճռաբեկ դատարանի կողմից եւ գլխավոր դատախազությունը նոր արդեն, այսպես ասած, դաբրոն ստանալուց հետո վերևից 22-ով արդեն այդ որոշումը կայացրել է եւ ուղարկել է, մերժել է, որ մենք ոչ մի գործ չունենք։ Տիկին Զարուհի Փոստանջանին մի օրինակն էլ ինձ։ Հիշեցնեմ, ընդհանուր իրավասության դատարանում, երբ որ դատավոր Մկրտչյանը զայրացել էր, որ նման ձևով, այսինքն կեղծիքներով ոչ ճիշտ կազմված քրեական գործ է ուղարկվել դատարան, որ սա պետք է հետ ուղարկվի, այսինքն նոր նախաքննություն կատարվի, այդ ժամանակ մեր հարգարժան մեղադրող կողմը շատ զայրացած է եղել, ես դա ընդհանրապես ասեմ, ես լսել եմ կոշտ կրիչը, ինչպես նաև կայքում կարդացել եմ, այսինքն դատական նիստի ժամանակ ես ընթացքում չեմ եղել, որպեսզի ասեմ, ես լսել եմ կոշտ կրիչը։ Մեր հարգարժան դատախազը շատ զայրանալով վեր է կացել իր տեղից եւ բարձրաձայն կոչել, որ անձամբ այս գործը անձամբ զեկուցվել է թե գլխավոր դատախազությունում, թե հանրապետության դատախազությունում եւ անձամբ այսպես կոչել է Հրաչիկ Բադալյանն է իր հավանությունը, այսպես ասած, տվել այս գործի նկատմամբ։ Այսինքն այս գործը անձամբ Հրաչիկ Բադալյանի վերահսկողության տակ է, այսպես է։ Այսպես մենք կարանք մեկնաբանենք։ Եվ ինչի համապատասխան
դատավորը, գործով նախագահող դատավորը ասել է, որ ինչ եք ձեր ներքին կողմյան այստեղ արտահայտում։ Արդարադատությունից ես հիմա ոչինչ չեմ ակնկալում։ Առաջի անգամ ամբողջ կյանքումս շփվեցի արդարադատության հետ։ 2 տարի է թատրոն ենք նայում։ Եթե կարողանում են հայոց լեզուն, քրականությունը փոխեն, առևանգումը շուրտան ուրիշ բանի։ Եթե կարողանում են ապացուցեն մաթեմատիկայում սովորական 14000-ը ավելի փոքր է, քան 8000-ը։ Իրանց համար օրենքներ են, քրեական հոդվածներ են գրում, մարդիկ երևույթը բացատրում են 3 դեպքով։ Ուրեմն, ինչ ասեմ այս երկրից, այս արդարադատությունից, երևի ինչ իրանք են նույն ղեկավարությունն է։ Ձեր որդին ինչ է ասում։ Իմ որդին ինչ ասի։ Մարդը կռիվ արի, եթե ամեն մի կռվի համար 15-ից ցմահ են տալիս, ինչ եք ուզում։ Ես պետքա դիմեմ Եվրոդատարան, կստացվի։ Հաստատ գիտեմ կստացվի։ 100 հոգի մարդիկ կան արդեն ասում են, այս գործը արդեն եղած է։ Սենց բան չկա։ Դաժե նախագահի իրավական բաժին եմ ես դիմաց եղել երեխու գործով։ Ստուգել են, ասել են, որ այս հոդվածը առևանգումը աբսուրդ է, դա գոյություն չունի։ Բայց մարդիկ կարում են մի զանգով անցկացնեն։